Բարև ձեզ, ես Անուշիկ Առաքելյանն եմ Վրաստանից, 17 տարեկան եմ, ապակա իրավաբան, իհարկե ուզում եմ սովորել իրավաբան, որպեսզի հետո հայոց հարցը վեր բարձրացնեմ։ Լսելով ոմայի մասին շատ հետաքրքրեց, հայրենասիրությունից դրդված եկա եւ ուզեցի մասնակցել։ Եվ շատ գոհ եմ, տպավորված եւ շատ բան փոխվեց թե հոգեպես, թե ֆիզիկապես իմ մեջ։ Ամենատպավորիչը, որ ես հասկացա, որ ստեղ իմ կեսն է, իմ սրտի կեսը ստեղ է։ Ու այն մարդիկ ինձ շատ հարազատ են, իմ ազգը, իմ հայերը, ու ես ամեն վայրկյան պատրաստ եմ իրենց մեջքին կանգնած եմ։ Գիտելիքներ ստացել եմ, ռազմավարական գիտելիքներ, հուր, ալպինիզմ, մարտական գիտելիքներ եմ ստացել նաև, որը որ ինձ նաև հետագայում կարող է պետք գալ, քանի որ ցանկացած պահին մենք չենք կարող կանխագուշակել, թե ինչ կարող է լինել մեզ հետ։ Ամեն մի ստացած գիտելիք ցանկացած էլ պետք է գալու։ Նաև ինքնավստահություն եմ ստացել, ուժ եւ չհանձնվել երբեք։ Ամենադժվար պահերը հենց հարմարվելն էր սկզբից, քանի որ առաջի անգամ էր, ու ես մտածում էի չեմ կարող։ Բայց հետո որ անընդհատ ինձ ներշնչում էին չհանձնվել ու առաջ նայել, սկսեցի այլ կերպ նայել ու սկսեցի մտածել, որ պետքա պայքարեմ, չհանձնվեմ, այսինքն կամքի ուժը։ Հետո ինձ ընկեր Սաշը ասեց, որ կարևոր չի ֆիզիկական հոգնածությունը, այլ կարևորը որ ուղեղդ չհոգնի եւ դու առաջ նայես, պայքարես, այսինքն ուղեղով մտածես։ Այս արգելակոտին հանգստություն, ազատություն։ Այսինքն ես այդ դժվարը անցա։ Ես շնորհակալ եմ իմ ուսուցիչներին։ Ես աղջիկ լինելով հանդերձ ուզեցի մասնակցել։ Եվ հիմնականում կասեմ, որ կարևորը ռիսկն է ու կարևորը չվախենալն է։ Ու այս գործում կապ չունի տղա թե աղջիկ, քանի որ առյուծը տղա թե աղջիկ։